Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Երևանի Պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, մարդ, ով հսկայական ներդրում ունի հայկական հնագիտության պատմության մեջ, ով մի ամբողջ կյանք նվիրել է պեղումների միջոցով հայոց պատմության հետաքրքիր մանրամասները բացահայտելու գործին։ Դեռ 1985-ից 86 թվականներին Արաքսի և Ախուրյանի խառնարանում կատարվող պեղումների ժամանակ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը պարզել էր, որ Երևանդունի արքաների երբեմնի նստավայրի Երևանդաշատի գտնվելու վայրի մասին կարծիքներն այնքան էլ մոտ չէին իրականությանը։ Այս մասին հուշում էր տարածքը, այն հարթ դաշտը, որը չէր կարող լինել Մովսես Խորենացու նկարագրած անմատչելի վայրը։ Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված հարթ տարածքն իրականում եղել է Երևանդունի արքաների որսատեղին թագավորական արգելանոցը։ Արքայական նստավայրը տեղակայված է եղել ոչ հեռու գտնվող ժայռի վրա, որտեղ այսօր պահպանվող միջնադարյան կառույցի տակ երևում են ավելի վաղ թվագրվող շերտեր։ 2005 թվականի ամռանը պատմական գիտությունների թեկնածու Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը վերադառնում է Արաքս-Ախուրյան խառնարան։ 10 տարիների ընթացքում շատ բաներ փոխվել։ Պատմահայր Խորենացու նկարագրած անտառից շատ քիչ բաներ պահպանվել։ Մութ ու ցուրտ տարիներին այն հատվել էր, իսկ տարածքը բաժանել ու սեփականաշնորհել էին։ Տոտն ու լարվածությունը դարձան հնագետի ուղեղի կաթվածի պատճառ։ Ապաքինվելուց հետո նա նորից վերադարձավ Երևանդունի արքաների ընկած անտառը։ Վերսկսված պեղումների արդյունքում փոշու դարավոր շերտերի տակից հայտնվեց փնտրվող պալատական կառույցը, բացառիկ մի շինություն, որը միակ պահպանված թագավորական պալատն է Հայաստանի տարածքում։ Եվ սա Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի միակ բացահայտած գանձը չէ։ Տարիներ շարունակ նա իր արշավախմբի հետ պեղումներ է կատարել առանց որևէ լուրջ ֆինանսավորման, անհրաժեշտ նվազագույն ծախսերը հոգալով իր եւ մի քանի այլ անհատների անձնական միջոցներով։ Այս առիթով հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը մի անգամ ասել է. «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»։ Սա օդում ասված արտահայտություն է, քանի որ թանգարանում ամեն ինչ պահպանվում է, իսկ մենք հակառակը ամեն ինչ ավերում ենք։